Բարև ձեզ, մեր այսօրվա թեման վերաբերվում է մշակույթ եւ անհատ փոխհարաբերության խնդրին եւ նախորդ բանախոսության ընթացքում անդրադարձել ենք այս խնդրի մի շարք տեսանկյունների։ Ես կփորձեմ մի փոքր ներկայացնել, թե ինչպես է այս խնդիրը նաեւ քննարկվել մշակույթը ուսումնասիրող գիտությունների մեջ եւ խնդրի քննարկումները ինչպես են նաեւ ըստ էության անդրադարձել հասարակական կյանքի վրա եւ մշակույթ անհատ այս փոխհարաբերության ընկալման փոփոխության վրա։ Բավականին լուրջ հարց է մշակույթ եւ հասարակություն ուսումնասիրող հասարակական կյանք ուսումնասիրող գիտությունների համար հիմնարար հարցերից է եղել, թե մշակույթն է կամ հասարակությունն է պայմանավորում անհատի տիպը, թե անհատն է պայմանավորում մշակույթն ու հասարակությունը, այսինքն ով է առաջնային, որն է որի հիմքում ընկած։ Եթե մի քիչ պարզ ու առօրյա խոսակցությամբ ընդունված արտահայտություններով ասենք, այստեղ կարծեք թե խնդիրը դրվում է հավի ու ձվի պատմության նման։ Ժամանակի ընթացքում ձևավորվեցին, այսպես ասած, հավից ձվի առաջացման կողմնակիցներ եւ նաեւ նրանց հակառակ ձվից հավի առաջացման կողմնակիցներ, այսինքն եթե գանք մեր խնդրին, ապա առաջացան գիտնականների մի խումբ, ձևավորվեց գիտնականների մի խումբ կամ մի ուղղություն, այդպես տիրապետող, որոնք որ պնդում էին, որ ամենաբազայինը, հիմնարարը դա մշակույթն ու հասարակությունն են եւ սոցիալ մշակութային փաստերը դրանք ըստ էության ինքնին մարդկության ծագման նախորդող նույնիսկ փաստեր են, որոնք որ պայմանավորում են թե ինչպիսին պետք է անհատը այդ սոցիալ մշակութային միջավայրում գործի։ Եվ ըստ էության ուղղություններ առաջացան եւ դրանց մեջ ամենից հայտնին թերևս կարելի ասել սոցիալական փաստերի տեսությունն էր, որը ձևավորեց ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկը Էմիլ Դյուրքհեյմը, հետո իրեն հետևորդները ձևավորեցին այսպես կոչված ստրուկտուրալիզմի մասին, մշակութային ստրուկտուրալիզմի մասին, նաև մարդաբանական ստրուկտուրալիզմի մասին տեսությունները, որտեղ որ կարծեք թե հասարակական համակարգերը դիտվում են որպես օբյեկտիվ իրողություններ եւ որոնք պայմանավորում են ընդհանրապես մարդու մտածողությունը, ամեն ինչը։ Մարդը ինքը առաջին հայացքից թվում է թե ինքն է այդ իր կյանքը, ընդհանրապես գործողությունները որոշողը, բայց նրա բոլոր գործողությունների հիմքում այդ թվացial թե ինքնուրույն նրան ուղղորդում են այդ բաները, սոցիալական ընդունված կաղապարները, ինչի որովհետև մարդը ծնված օրից այդ միջավայրում մեծանում է եւ ինչպես սպունգը ներծծում է իր ամբողջ այդ միջավայրի իմաստները, գաղափարները, մտքերը, ընդունված գործողությունները, փոխհարաբերության ձևերը եւ դրանք էլ դառնում են նրա գործունեության հիմքը։ Ստեղծվեց նաեւ բնականաբար դրան հակառակ ողմի տեսություն, որը որ ժամանակագրորեն կարելի ասել, որ փոխարին հաջորդեց դրան, այդ հաջորդումը տեղի ունեցավ 1960-ականներին, 60-70-ականներին, որոնք որ ամեն ինչի հիմքը համարում էին մարդու կողմից ստեղծած մտավոր կոնստրուկտները, կառույցները, մտակառույցները, հա։ Այդ ուղղությունն էլ ստացավ կոնստրուկտիվիզմ անվանումը, եւ այդ ուղղության գիտնականները նույնպես շատ հետաքրքիր գործեր ունեն, որտեղ որ իհարկե մշակույթը դիտվում է որպես մարդկային մտքի կոնստրուկտ եւ ընդհանրապես բոլոր տեսակի սոցիալական հարաբերությունները, սոցիալական ինստիտուտները, կառույցները, մեխանիզմները դրանք հենց մարդու մտքի երևակայության ձևավորած այդ կառույցներն են։ Մշակույթը դա երևակայական աշխարհ է, որի հիմքում մարդու այդ
միտքն է, հա։ Եվ իրականությունը ըստ էության սկսեց ընկալվել եւ մեկնաբանվել որպես հենց մարդկային մտածողության արդյունք։ Իհարկե սա այս մոտեցման ծայրահեղ եւ ավելի քիչ ծայրահեղ դրսևորումները կային դրա կրող գիտնականները։ Իհարկե այս հակասությունը եւ այս բախումը բավականին այդպես արտահայտված էր հումանիտար հասարակագիտական մտքում, որի լուծումը ընդունված է համարել, որ տրվեց ֆրանսիական մարդաբանական դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկի կողմից, Պիեր Բուրդիեի կողմից։ Բուրդիեն առաջարկում էր մի մեխանիզմ եւ ըստ էության ինքը առաջարկում էր ոնց որ թե հաշտեցնել այս սոցիալական ստրուկտուրայի ու անհատի իրար հակադրող մոտեցումները եւ դրա համար ինքը առաջ քաշեց մի շատ հետաքրքիր գաղափարներ, որոնց մեջ կարևոր էին հաբիտուսի գաղափարը, կարևոր էր պրակտիկաների գաղափարը եւ նաեւ դաշտի ու կապիտալի ձևերը, որոնք որ Բուրդիոն նկարագրեց եւ որոնցում հատկապես կարևոր նշանակություն է տրվում մշակութային կապիտալի հասկացությանը։ Հիմա փորձենք սրանք շատ པարզ մի փոքր նկարագրել ինչ է, որովհետեւ այս ամեն ինչը մեզ համար շատ կարևոր է, որովհետեւ մենք ինքներս հասկանանք նաեւ թե ինչ է մշակույթը, ինչ է հասարակությունը եւ ինչպես է անհատը փոխհարաբերվում հասարակության ու մշակույթի հետ։ Ինչ է հաբիտուսը։ Հաբիտուս բառը միգուցե մեզ ծանոթ է կենսաբանական մարդու կենսաբանական նկարագիրը տալուց, դա կենսաբանական մարդաբանությունից փոխառված տերմին է, հաբիտուսը դա նշանակում է մարդու ֆիզիկական կառուցվածքը։ Բայց Բուրդիոն դրա տակ ուրիշ բան էր հասկանում, Բուրդիոն դրա տակ մտցրեց ընդհանրապես մարդու, այսպես ասած, ամբողջական նկարագիրը եւ առաջին հերթին ինքը հասկանում էր այն, որ մարդու հայացքները, պատկերացումները, ճաշակի մասին, կյանքի մասին, ճիշտ ու սխալի, այլ մարդկանց մասին, գեղեցիկի մասին, բարի ու չարի մասին, այսինքն ամեն ինչի, հա, սոցիալական, հասարակական կյանքի մասին, այդ ամբողջ, կարելի ասել, ամբողջությունը դրա ձևավորում է մարդու հաբիտուսը, այսինքն այդ առումով ինքը կարծում է, որ մարդու հաբիտուսը ձևավորվում է, այստեղ որ ինքը փորձում է հաշտեցնել այս ստրուկտուրայի ու անհատի հակասությունը, ձևավորվում է որոշակի սոցիալական միջավայրում, հասարակական մշակութային միջավայրում։ Հասարակագիտության եւ մշակութաբանության մեջ ընդունված այդպիսի մի տերմին կա, կոչվում է ինկուլտուրացիա, որը նկարագրում է հենց այդ մարդու մշակույթով ներծծվելու process-ը, հա, մշակութային դառնալու process-ը։ Ինկուլտուրացիան ընդհանրապես ընդունված է երկու փուլի բաժանել, դա երբ որ մարդը ծնվում է եւ մինչեւ դեռահասությունը հետազոտությունները ցույց են տալիս, ընդունված է համարել, որ մարդը այդ տարիքային փուլում այսպես ասած ներծծում է այն ինչ որ ինքը տեսնում է, հա, հատկապես երեխա ժամանակ, այդ 2-ից 3 տարեկանից հետո երբ որ սկսում է մարդու եսը ձևավորվել եւ այդ ժամանակ մարդը ինչ որ իր ընտանիքն է, նեղ սոցիալական միջավայրը, թաղամասը, հարևանական այդ համայնքը եւ գնալով դպրոցը, մանկապարտեզը գնալով ընդլայնվում է այդ սոցիալական աշխարհը եւ ինքը ընդլայնելով շերտ առ շերտ իր այդ ինկուլտուրացիոն, այսինքն մշակութայնացման մարդու process-ը շարունակվում է ընդունելու, վերցնելու այս տնամաբանության մեջ ավելի շատ, չէ՞ խոսակցական տերմինաբանությամբ copy paste-ի այդ տնամաբանությամբ է տեղի ունենում, քիչ պարզ եմ նկարագրում, որ հասկանալ լինի, բայց արդեն սեռը հասունացման տարիքում, երբ որ մարդու ինքնությունը վերաիմաստավորման այս փուլ է մտնում եւ մարդը էլի այդ տարիքում, այսպես ասած, նրա մոտ տեղի ունենում եւ կենսաբանական փոփոխություններ եւ եսի ու հոգեբանության մեջ փոփոխություններ եւ ինքնության փոփոխություններ, այդ փուլից ինկուլտուրացիան նույնպես տեղի ունենում նոր տրամաբանությամբ եւ այստեղ առաջ է գալիս մինչեւ այդ բոլոր այդ ընդունած մշակութային փաստերին դիմադրությունը։ Եվ մենք տեսնում ենք, որ իրոք ովքեր որ ունեցել են երեխաներ եւ նկատել են իրենց այդ հասունացման փուլը, իրենք տեսնում են, որ
Այդ դեռահասության փուլում երեխաների մոտ սկսում է այդ դիմադրությունը ծնողներին, չէ՞, հակադրվելը, տարբեր տեսակի խռովկանությունները, բունտերը, այսպես ասած, իրանք չեն հավանում էլ այն ինչ որ դու իրան հագուստ ես գնում, ասենք մի ժամանակ ես իմ ճամփորդություններից բերում եմ միշտ երեխաներին տարբեր բաներ, միշտ ուրախանում էին, մեկ էլ ինչ որ մի տարիքից հետո ինչ ես բերում էի, անուն էին կպցնում։ Էլ ինձ դու էլ ես ինչը հագուստ մի բեր, ինձ էս բաներ կոշիկներ մի բեր, բան դու չես հասկանում ճաշակից, այսքան սկսում է այդ սեփական ճաշակի ձևավորումը։ Բուրձեի նկարագրած այս տեսության մեջ մարդու հաբիտուսը ինքը որ ձևավորվում է սոցիալական կառույցի հիմքի վրա, ինքը ոչ միայն ըստ Բուրձեի այդ ներծծման սոցիալական միջավայրը յուրացնելու մեխանիզմով է տեղի ունենում, այլ նաև հակառակ ազդեցության։ Այսինքն մարդիկ նույնպես ազդում են սոցիալական կառույցների վրա եւ իրենք սկսում են փոխել այդ սոցիալական կառույցները։ Այս վեճը, որ արդյոք սոցիալական կառույցներն են բացարձակապես պայմանավորում մարդու անհատականությունը, թե մարդու անհատականությունն է որոշիչը սոցիալական կառույցի ձևավորման ու վերափոխման գործում, Բուրձեն լուծում է այսպես, որ ըստ էության մեկը մյուսին անընդհատ ազդում է եւ հենց այդ ազդեցության մեջ տեղի է ունենում այդ դինամիկան եւ սոցիալ-մշակութային փոխակերպումները, բայց այստեղ մի շատ հետաքրքիր ու կարեւոր քանի հասկացություններ էլ է ինքը առանձնացնում, որոնց մասին ես ուզում եմ ելի խոսել։ Խոսքը վերաբերում է պրակտիկաների հասկացությանը, իր մոտ դա հատուկ եզրույթ է, դիսկուրսի եւ պրակտիկաների եւ նաեւ կապիտալի ձևերի, մշակութային կապիտալի մասնավորապես եւ դաշտի հասկացությանը։ Հիմա ինչ է դիսկուրսն ու պրակտիկան։ Դիսկուրսները ընդհանրապես այն ճիշտ համարվող կամ ճշմարտությունների ձևավորմանը նվիրված, կամ ճշմարտություն ձևավորման տանող հասարակական հանրային քննարկումներն են, որոնք որ անընդհատ կամ ստեղծում են նոր իմաստներ, նոր ճշմարտություններ, կյանքը ինչպես պետք է ապրել, կամ եղածները վերաիմաստավորման ճանապարհով հաստատում են կամ մերժում են եւ այսպես անընդհատ հասարակությունը իր համար ստեղծում է այն, այսպես ասած, գաղափարների, մտքերի աշխարհը, որոնք որ պայմանավորում են իր կյանքը։ Ինչ վերաբերում է պրակտիկաներին, ապա պրակտիկաները Բուրձեն համարում է հաբիտուսի դրսևորումները, այսինքն մարդը ինչպիսին որ իր կյանքի ընթացքում ձևավորվում է նրա հաբիտուսը, ես ասի դա իր գաղափարների, մտքերի, պատկերացումների, ճաշակի եւ մնացած այդպիսի ինչ որ մարդու ձևավորման ընթացքում իր հետ տեղի ունենում, ասենք այդ ամբողջի դրսևորումն է, որովհետև այդ ամբողջը ինչ որ պրակտիկ ձևերով անդադ դրսևորում են։ Մարդը իր ճաշակով հագնվում է։ Տեսեք, այդտեղից առաջանում են հագուստի պրակտիկաները, օրինակ։ Մարդը իր պատկերացումների համաձայն կազմակերպում է իր տարածությունը, այդտեղից առաջանում են տարածական պրակտիկաները, տարածության մեջ մարդու շարժվելու պրակտիկաները։ Օրինակ, տեսեք, ես մի հետազոտություն էի արել, որը վերաբերվում էր մեր ուսանող միգրանտներին եւ տարբեր տեսակի միգրանտներին, ովքեր որ վերադարձած միգրանտներ են, այսինքն մարդիկ, ովքեր գնացել էին տարբեր երկրներ եւ հետո հետ էին եկել Հայաստան եւ շատ հետաքրքիր է, որ նրանց ովքեր գնացել էին, ասենք օրինակ արևմտյան երկրներ սովորելու, այդ երիտասարդների մեջ մի տեսակի պրակտիկաների փոփոխություններ տեղի ունեցել, ովքեր որ գնացել էին, ասենք օրինակ տարբեր փոքր բնակավայրերից, այսպես ասած Ռուսաստան արտագնաց աշխատանքի եւ այնտեղ իրենք ապրել էին փակ ստեյցիան ընդունող հասարակության հետ շատ քիչ էին շփվել, որովհետև այդ աշխատավոր միգրանտներին այնտեղ իրենց կազմակերպիչները մեկուսի տարածքներում էին պահում, նրանք շատ քիչ ազատ ժամանակ ունեին, հիմնականում իրենց այդ աշխատաշին հրապարակներում էին եւ ասենք օրինակ երկու շաբաթը մեկ ընդամենը մեկ կիրակի հանգստյան օր է տրվում, որն էլ իրենք գնում էին, ասենք օրինակ հայկական եկեղեցի, ինչ եմ ես ասում, այսինքն իրենք չէին ունեցել հնարավորություն շատ ընդունող հասարակության հետ շփվելու, ապա մենք տեսնում ենք հետազոտության ընթացքում, որ այս երկու խմբերի մեջ շատ էական տարբերություններ կան, ասենք ուսանող
միգրանտները, ովքեր ապրել էին նահանգներում կամ եվրոպական, ասենք արևմտաեվրոպական երկրներում հատկապես, իրենք հետ գալուց փոխել էին իրենց հագուստի պրակտիկաները նախ, փոխել էին միջանձնային հարաբերությունները կազմակերպելու պրակտիկաներ, ենք ասենք օրինակ ավելի մեծ դիստանցիաներ էին ստեղծում մյուսի հանդեպ, չէին մտնում մյուսի կյանքի մեջ եւ նրան անձնական կյանքին վերաբերող շատ նեղ հարցերով չէին մյուսին անհանգստացնում, հա, այսինքն տեսեք ձևավորվել էր այդ միջանձնային հարաբերությունների նոր պրակտիկաներ, նոր պատկերացումներ, նրանցից շատերը ձգտում էին, եթե առաջ չունեին իրենց սենյակը տանը, ապա վերադառնալով իրենց ծնողների ընտանիք անպայման հասել էին նրանց, որ իրենց առանձին սենյակ հատկացնեն։ Որոշները նույնիսկ եթե տունը փոքր է, ծնողներից ստացել էին համաձայնություն եւ որպես հասուն արդեն մարդիկ եւ վստահելի մարդիկ իրենք առանձին տուն էին վարձում եւ ապրում էին առանձին բնակարանում, այսինքն մի բան, որը որ հայկական այսպես ասած ավանդական պատկերացումներով ապրող ընտանիքի համար ողբերգությունը երբ որ քո չամուսնացած տղան կամ առավել եւս աղջիկը գնում է ինչ-որ տուն է վարձում եւ առանձին ապրում, բայց տեսեք իրենց մոտ այդ պրակտիկայի փոփոխությունը դա տեսեք անձնական սահմանների հետ կապված պրակտիկաներն են, մասնավորի եւ հանրայինի հանդեպ եղած այս վերաբերմունքին առնչվող պրակտիկաներն են։ Ես որ ասեմ պրակտիկաներ, այդքան շատ աբստրակտ չեն, սրանք սա ամբողջը մեր կյանքի, մեր հետ կապված բոլոր մանր քայլերին առնչվում են։ Այդ թվում նաև հագուստի պրակտիկաներ։ Ես հիշում եմ այդ աշխատանքային միգրանտների արտահայտություններից մեկը, ինքը զարմացել էր, ապրել էր մեծ քաղաքում Ռուսաստան եւ առիթ էր ունեցել նաև քանի որ զբաղվել էր ոչ թե ասֆալտապատման աշխատանքով, այլ վերանորոգման հնարավորություն էր ունեցել ավելի շատ շփվելու տեղացի մարդկանց հետ եւ մի քիչ ավելի տարբեր ոճերի եւ տարբեր ճաշակներ ներկայացնող մարդկանց հետ եւ ինքը պատմել ինձ ասում է նայում ես այդ մարդուն ոնց որ բան էլի ինձ կներեք էլի ես խոսակցական որտեղ մենք մարդաբանները սիրում ենք մեջբերել հենց ուղիղ խոսքը մեր բան ասածները ասում է ոնց որ բոմժ լներ Այդ շորտերով, թափթփված մայկայով, բայց պարզվում է, ասենք իր շորտերը իմ սախ եղած չեղածից ավելի թանկ արժի, կամ իր մի հատ մայկան, ասենք ավելի թանկ արժի, քան ասենք, չգիտեմ, այդ պատկերացած այդ բանը։ Եվ ինքը ինչն էր ասում էր, բայց մենք հայավարի ենք հագնվում, որովհետև հայավարին ակուրատնին է։ Տեսեք, այստեղ շատ հետաքրքիր է, էլի այդ արտահայտությունը։ Ակուրատնին դա հագուստի պրակտիկա է, դա ճաշակի ոճականության պրակտիկա է, որը որ տեսեք հաբիտուսի մեջ կնքված է եւ ինքը դրսևորում է։ Եվ այդ ամենը ըստ Բուրդյեի, տեսեք, մարդու անհատականության վրա ազդում է եւ այդ անհատականությունը ինքը տեսեք այդ տիպի մարդիկ, ասենք օրինակ ինչ եմ ես միգրանտներին բան բերում, իրենք որ հետ են գալիս, իրենք իրենց հաբիտուսի մեջ փոփոխություններ են կրում եւ այդ փոփոխությունները պրակտիկաների ձևով դրսևորում են եւ իրանց միջավայրն է նաեւ փոխվում։ Օրինակ որոշները փոխում են նույնիսկ իրենց ծնողներին։ Տեսեք, իրանք փոխում են, այսինքն սոցիալական կառուցվածքը, մշակութային կառուցվածքը եւ այստեղ մենք տեսնում ենք այդ ոնց որ մեկից մյուսին այս հերթականությամբ անցումը, ինչպես ասա տեղի ունենում նաեւ որտեղ ասա տեղի ունենում Բացի հաբիտուսից շատ հետաքրքիր է, որ Բուրդյոն բերում է նաև այսպես կոչված կապիտալի տեսակների, կապիտալի ձևերի մասին հասկացությունը, ինչը նա առանձնացնում է 4 տեսակի կապիտալ։ Մենք գիտենք, որ կապիտալը դա Մարքսի նկարագրած կապիտալն է, չէ՞, այդ տնտեսական կապիտալը, իսկ շատ հաճախ հայերը նաև հասկանում են կապիտալի տակ ընդհանուր միայն փողը։ Չէ՞, Բուրդյոն ասում է, որ կապիտալ ունի ձևեր։ Բացի տնտեսական կապիտալից կա նաև սոցիալական կապիտալ, կա նաև մշակութային կապիտալ եւ կա սիմվոլիկ կապիտալ։ Շատ կարճ ասեմ, որը ինչ է։ Դա տնտեսական կապիտալը մոտավորապես այն ինչ որ մենք գիտենք, դա վերաբերվում է այն կարողություններին, նյութական, ֆինանսական, որոնք որ մարդը կարող է ներդնել ինչ որ միտեղ եւ ստանալ նաև հավելյալ արժեք այդ շրջանառությունից։ Սոցիալական կապիտալը
կապիտալը դրանք կապերն են մարդու, որը որ ասենք տարբեր մարդկանց մոտ տարբեր, հա, մեկի մոտ ընտանիքի մակարդակի, անկերության մակարդակի կամ ազգայնակցական իր բարեկամների եւ համայնքի մակարդակի, հարևանական մակարդակի, մի ուրիշի մոտ ավելի մասնագիտական է դառնում, հետաքրքրությունների ըստ իր մարդկային եւ այլ։ Այսինքն դա մարդու սոցիալական կապիտալն է։ Երրորդ տեսակի կապիտալը բուրջոն անվանում է մշակութային կամ երրորդ չասենք կապիտալի մյուս տեսակը։ Սա նորություն է։ Սա մինչև իրեն ըստ էության ոչ ոք այս ձևով չի բնութագրել։ Ինչա սա իրանից ներկայացնում, եթե շատ պարզ ասենք, դա այն բոլոր գիտելիքներն ու հմտություններն են, որոնք մարդը ձեռք է բերում իր կյանքի ընթացքում։ Բուրջոնը ձեռք բերելու process-ը կոչվում է, եթե հայերեն թարգմանենք, մարմնավորման process, այսինքն մի բան, որը որ մարդը դարձնում է իր մարմնի մի մասը։ Ինչի է ինքը այսպես ասում, որովհետև ինքը նաև առանձնացնում է մշակութային կապիտալի առարկայացված տեսակը եւ ինստիտուցիոնալիզացված տեսակը։ Սրանք ինչ են։ Ես բերեմ ամեն մեկից օրինակ, որ հասկանանք։ Օրինակ, նկարելու հմտությունը դա մարմնավորված մշակութային կապիտալ է։ Մարմնավորված մշակութային կապիտալը մարդը չի կարող պարզապես վերցնել ու տալ մյուսին։ Եթե ես գամ ձեզ ասեմ, ինձ տուր քո նկարելու կարողությունը, գնամ մի լավ նկար նկարեմ, դու չես կարող։ Ես պետքա process անցնեմ եւ դա մարմնավորեմ։ Բայց մարդիկ մարմնավորած կապիտալը կարողանում են առարկայացնել, ասենք նկարելու ունակությունը, հմտությունը, մարդը առարկայացնում է դառնում է նկար կամ քանդակ կամ ինչ-որ մի բան։ Եվ այդ դեպքում առարկայացված մշակութային կապիտալը կարելի է նաև փոխանակել։ Ինստիտուցիոնալիզացված մշակութային կապիտալը Բուրջոյին նա է, որ եթե մենք սովորել ենք ինչ-որ նկարել, բայց չունենք դրա վկայող ինստիտուցիոնալ փաստաթուղթ, ասենք օրինակ դիպլոմ, դա ընդհանրապես մարմնավորված կապիտալ է, եւ մենք դա կարող ենք առարկայացնել, բայց ինստիտուցիոնալիզացված կապիտալը դա այն է, որ ինչ-որ մի սերտիֆիկատ, ինչ-որ մի դիպլոմ մեզ տալիս է, որ մենք այդ ինստիտուտի միջոցով ենք դա ձեռնել, ինչա սա տալիս մեզ, որ ամեն անգամ մարդը ներկայանալուց ինչ-որ միտեղ եւ իրեն ստատուսը ձևավորելուց, դիրքավորվելուց, ինքը կարիք չունի ապացույցի, որ ինքը նկարել գիտի, ինքը կարող է դիպլոմը ներկայացնել։ Ասենք օրինակ տեսեք CV հասկացությունը կա, չէ՞, այդ կարճ կենսագրականը։ Երբ որ ընդունում են գործը, ասում են ձեր CV-ն ուղարկենք։ CV-ն օրինակ ինստիտուցիոնալիզացված մշակութային կապիտալի նմուշ է, հա։ Սրանք տարբեր դեպքերում համընկնում են, տարբեր դեպքերում կարող են չհամընկնել։ Բայց ինչի է սա կարևոր։ Եվ սիմվոլիկ կապիտալը դա այն ստատուսն է, որը որ մարդը ձեռք է բերում իր կապիտալների միջոցով։ Ասենք օրինակ հանրահայտ գրող կամ հանրաճանաչ ազդեցիկ հանրային գործիչ, քաղաքական գործիչ, սրանք սիմվոլիկ կապիտալներն են, հա։ Այս բոլոր կապիտալները շատ կարևոր է համարում Բուրջոն, որովհետև իրենք ինչ են անում, իրենք հնարավորություն են տալիս մարդուն ներդնելու շրջանառության մեջ եւ ըստ այդ կապիտալի ներդրած տեսակի հավելյալ արժեք ստանալու։ Իդեպ սրանցից ամեն մեկը կարող է տրանսֆորմացվել, փոխակերպվել այլ տիպի կապիտալի, ասենք օրինակ մշակութային կապիտալ նկարելու հատկություն, եթե ես առարկայացնեմ վաճառեմ, դառնում է տնտեսական կապիտալ։ Միևնույն ժամանակ կապերաստեղծում նաև ինքը ստեղծում է սոցիալական կապիտալ, միևնույն ժամանակ իմ մասին ստեղծում է որպես հաջողակ նկարիչի ստատուս, իմիջ եւ դա դառնում է սիմվոլիկ կապիտալ։ Ինչ եմ ես սա ասում, որովհետեւ անհատի եւ հասարակության սոցիալական կառույցի, մշակութային կառույցի միջև այս կապիտալի ձևերի բազմազանացումը եւ դրանց փոխանակությունը առաջացնում է շատ հետաքրքիր փոփոխություն հասարակության եւ մշակույթի կյանքում եւ զարգացման մեջ։ Հատկապես որտեղ են տեղի ունենում այդ փոփոխությունները, այդ փոփոխությունները տեղի են ունենում, երբ որ մարդիկ այդ կապիտալը ներդնում են դաշտերում, ինչը որ Բուրջոն անվանում է դաշտեր, ինչն է դաշտերը, դաշտերը դրանք են դիրքերի ամբողջությունն է, ասենք օրինակ տեսեք գրական դաշտի դիրքը որն է, գրողը, գրաքննադատը, մեկ այլ գրողը, մեկ այլ գրաքննադատը, ընթերցողը, չէ, ասենք այսա այդ դաշտի դիրքերը։ Ինքը ասում է, որ դաշտը դա դիրքերի այդ ամբողջությունն է, որոնց հակասությունը ձևավորում է մարդկանց մոտ գործողություն իրականացնելու կողմնորոշիչներ եւ շահագրգռվածություն։ Ասենք օրինակ տեսեք քաղաքական դաշտը եթե վերցնենք, երկու տարբեր դիրքում գտնվող քաղաքական ուժերի հակասությունը առաջացնում է քաղաքական ակտիվության մոտիվացիա, չէ, իշխանության գնալու եւ այլ եւ այլ։ Հիմա ինչի է սա կարևոր եւ որտեղ է հատկապես մշակույթի մեջ, մշակութային process-ում
այս կապիտալի շրջանառությունը առաջացնում էական փոփոխություն եւ փոխում է անհատականության տիպը, դա տեղի անում քաղաքներում։ Ինչի, որովհետև քաղաքներում դաշտերը շատ բազմազան են, տեսեք գյուղում ասենք մարդը կարող է 2-3 դաշտ լինի, մեկը գյուղատնտեսությունն է, մյուսը անասնապահությունն է, մյուսը չգիտեմ, կարող է էլի մի բան, հա, բայց քաղաքում կան բազմազան դաշտեր։ Եվ այդ բազմազան դաշտերում մարդը ստանում է իր մշակութային, սոցիալական, տնտեսական կապիտալը ներդնելու շատ ընտրելու մեծ հնարավորություն։ Ինչպես է սա ազդում մշակույթի վրա։ Մարդը բացի նրանից, որ կան գործող դաշտեր եւ ինքը կարող է այդ դաշտերում ներդրվել եւ հավելյալ արժեք ստանալ ոչ միայն տնտեսական կապիտալի ձևով, այլ նաեւ մշակութային, այսինքն իր մշակութային իր որակները գիտելիքի հմտության աճեցնել, հա, իր քաղաքական ակտիվության դրսևորման որակներն ու ձևերը աճեցնել, զարգացնել, փոփոխել, այլ նաև քաղաքը հնարավորություն է տալիս ընդհանրապես նոր դաշտեր ստեղծել, այսինքն մարդը կարող է գա քաղաք ու այնտեղ լրիվ ուրիշ բան ստեղծի, օրինակ բանում, տեսեք այդ համակարգչային գիտելիք կրողները, տեսեք սիլիկոնային հովիտը ստեղծեցին, չէ, ասենք իրանք ինչ արեցին, գնացին Սան Ֆրանցիսկո, այդ կողքն է գտնվում, ու այնտեղ ստեղծեցին այդ նոր, ընդհանրապես նոր դաշտ էր դա մարդկության պատմության մեջ, ու տեսեք այդ նոր դաշտի ստեղծումը հեղափոխեց ամբողջ մարդկությունը, չէ, այսօր արհեստական բանականություն եւ այլ, եւ տեսեք հիմա մենք չգիտենք թե դրանք ինչ են անելու մեր հետ։ Հիմա ինչի է սա կարևոր, որովհետեւ սա առաջացնում է դիֆերենցում, դիվերսիֆիկացիա, տարբերակում հասարակության ներսում եւ այդ տարբերակումները դիվերսիֆիկացիան բերում է նրան, որ քաղաքում այդ տարբեր դաշտերում մարդու ներդրվելու, մրցակցելու, փոխհարաբերվելու այս հնարավորությունները եւ բազմազանությունը առաջացնում է մենք նախորդ խոսակցություններում ես խոսել եմ այդ մասին մշակութային դիապազոնի ընդլայնում, այսինքն կառավարող վերնախավերը այնպես է հասարակության մշակութային տարապատկերը ընդլայնվում, բազմազանանում, որ կառավարող վերնախավերի համար դժվարանում է կառավարել, եթե նրանք չեն փոխում կառավարման համակարգը։ Իսկ կառավարման համակարգը փոփոխելու համար իրենք շահագրգռված են, որպեսզի տեղի ունենա փոփոխություն նաև հասարակության ներսում, եւ իրենք շահագրգռված են նաև այնպիսի միջավայրերի ձևավորում եւ այնպիսի ինստիտուցիոնալ միջավայրի փոփոխության, որպեսզի ավելի ու ավելի մեծանա հասարակական ինստիտուտների ներառականությունը։ Փորձենք ինստիտուտների մասին եղած մոտեցումները ներկայացնել, ապա ես կուզեի հատկապես կանգ առնել այդ ներառական եւ վանող ինստիտուտների տարբերության վրա։ Սովորաբար այսօրվա հասարակագիտական մոտեցումների մեջ առանձնացվում են վանող եւ ներառական ինստիտուտների մի քանի ոլորտներ։ Հիմնականում այդ ոլորտները վերաբերվում են նկարագրվում են տնտեսական եւ քաղաքական այս բնագավառներին են վերաբերվում եւ ինչու՞մն են տարբերվում, ինչու՞մ են առանձնանում վանող ինստիտուտները եւ ինչու՞մ են առանձնանում ներառական ինստիտուտները։ Վանող ինստիտուտները դրանք սովորաբար ամեն մի մարդու համար չէ, որ հնարավորություն են տալիս մասնակցելու նշածս այդ դաշտերում դիրքավորվելուն։ Այսինքն այն դաշտերը, որ մենք նկարագրում ենք, չէ, որ ասենք մարդը կարող է գալ քաղաք կամ ասենք ինչ-որ մի միջավայր եւ այնտեղ ներդնի իր մշակութային կամ տնտեսական կամ սոցիալական կապիտալ կամ իր սիմվոլիկ կապիտալ եւ հավելյալ արժեք ստանա շրջանառության միջոցով վանող ինստիտուտները սահմանափակում են հասարակության հնարավորինս այսպես նեղ շրջանակներով ներդրման հնարավորություն, այսինքն այդտեղ ստանում են հնարավորություն են մարդիկ, ովքեր որ ունեն քաղաքական իշխանություն։ Իրենք սահմանափակում են տնտեսական ինստիտուտներում հատկապես մարդկանց իրենց կարողություններ ներդնելու հնարավորությունը։ Ինչի համար, որովհետև երբ որ իրենք դա սահմանափակում են, իրենք են դնում իրենց կապիտալը այդտեղ շրջանառության մեջ նախ, երկրորդը, դե հիշում եք մեր նախորդ բանախոսության ընթացքում մենք անդրադարձանք այդ հումանիստական ու ավտորիտար տիպին, այսինքն իրենք ինքնա ռեալիզացվում են այդ էլիտաները այդ տիպի հասարակություններում եւ այդ տիպի մշակութային մտածողություն ունեցող միջավայրերում իրենք ռեալիզացվում են սահմանափակման, արգելակման եւ ուրիշների միջոցով ուրիշների ունեցածը եղածը կորզելու
եղանակով վերցնելու նրանցից եւ իրենք դրանով ավելի ու ավելի հարստանում են։ Դրա համար մենք տեսնում ենք, որ ասենք այդ հասարակություններում չափից դուրս մեծ է մարդկանց բևեռացումը 1, երկրորդ չափից դուրս փոքր է մարդկանց մասնակցությունը քաղաքական եւ հասարակական եւ մշակութային process-ների։ Ինչի, որովհետեւ այդտեղ հատուկ այդպեսի ասենք համակարգեր են գործում, որ մարդուն կամ փափուկ եղանակները գործադրելով կամ կոշտը դա բանն է, ոստիկանությունը, չէ, ասենք այդ ռեպրեսիվ ինստիտուտները, այսինքն ճնշողական ինստիտուտներ գործադրելու միջոցով մարդկանց հեռացնում են եւ այդ միջավայրերում մարդիկ չեն կարողանում ունենալ նախ իրենց ստեղծագործական պոտենցիալի բացահայտում եւ զարգացում, այսինքն մշակութային կապիտալի աճ, երկրորդ իրենք չեն կարողանում մասնակցել փոխանակային process-ներին եւ երրորդ ամենակարևոր բաներից մեկը իրենք վանվում են նաեւ մեկուսացվում են այսպես ասած խոսքի փոխանակության եւ նշանների փոխանակության միջավայրերից խոսքի փոխանակություն, այսինքն ինչպիսին պետքա մենք ապրենք, որն է ճիշտը, որն է սխալը, այդ ամեն ինչը հանրահարչակելով դրա մասին իրավունք ունեն միայն այդ կոռումպացված վերնախավերը, որոնք որ կիրառելով ռեպրեսիվ մեխանիզմներ մարդկանց միշտ վանում են այդ ինստիտուտներից։ Իսկ ներառական ինստիտուտները բնութագրվող հասարակություններին բնորոշ է հենց մշակութային այն մտածողությունը, որի մեջ ավելի ընկած է հենց այդ մարդու ստեղծագործական պոտենցիալը, այսինքն մարդու հատկապես մշակութային կապիտալը աճեցնելու եւ շրջանառության մեջ ներդնելու հնարավորությունների, այսինքն ընդլայնումը։ Տեսեք ինչ հետաքրքիր է, երբ որ մարդը իր մշակութային կապիտալը կարողանում է ներդնել այս կամ այն դաշտում շրջանառության մեջ ունի ներդրվելու հնարավորություն, այսինքն այդ ինստիտուտները, ներառական ինստիտուտները թույլ են տալիս մարդուն ներդնել։ Մշակութային կապիտալը աշխատում է նույն տրամաբանությամբ, ինչ որ տնտեսական կապիտալը, այսինքն կապիտալի մնացած ձևերը։ Ինքը շրջանառության ընթացքում հավելյալ արժեք է ստեղծում։ Այսինքն մարդու ընդունակությունները, գիտելիքները, հմտությունները սկսում են աճել։ Եվ դա այդ հավելյալ արժեքը նաև ունենում է նաև տնտեսական արտահայտություն, այսինքն աճում է նաև մարդու փողը, հա։ Եվ ինչքան որ մարդու մշակութային կապիտալը աճում է եւ իր կարողությունները աճում են, այնքան ինքը ավելի մեծ հնարավորություն է ստանում մասնակցելու շատ ավելի տարբեր փոխանակային process-ների եւ շարժվելու հասարակության սոցիալական սանդղակով ներքևից դեպի վեր։ Նաև մասնակցելու որոշումների կայացման process-ներին, որտեղ մշակութային կապիտալի աճը հնարավորություն է տալիս նաև ընդլայնել եւ դիֆերենցիալ որոշումների կայացման մեխանիզմները, ինստիտուտները, քաղաքական ինստիտուտները եւ այդ ամեն ինչը բերում է նրան, որ այս տիպի հասարակություններում մենք նկատում ենք հնարավորինս երկու կարևոր փոփոխություն, հա։ Նախ մարդու անհատականության աճ, դինամիկ զարգացում եւ երկրորդ անհատականությունների քանակական աճ հասարակություններում, այսինքն այնպիսի մարդկանց աճ, ովքեր որ ավելի շահագրգռված են մասնակցել իրենց կյանքին վերաբերող որոշումներին։ Եվ այստեղ է որ քաղաքը ըստ էության կարելի է բնութագրել որպես քաղաքականության ձևավորման միջավայր, որովհետև քաղաքականությունը հնարավոր է, երբ որ տարբեր մտքեր են առաջանում եւ նախորդ բանախոսության ընթացքում նշածս այս բևեռների միջակայքերը հնարավորինս ավելի ու ավելի են լցվում եւ ավելի նոր նրբերանգներ են ի հայտ գալիս, ինչը բերում է նրան, որ նաև դա մեծացնում է քաղաքացիականության աճի հնարավորությունները, այսինքն քաղաքացի դառնալու այս process-ը քաղաքային միջավայրում ավելի ու ավելի է մեծանում, եթե ելի եմ կրկնում, եթե այդ քաղաքային միջավայրերը այնպիսի սոցիալ մշակութային տարածքներում են եւ հասարակություններում են, որոնցում վանող
ինստիտուտների փոխարեն ավելի աշխուժեն գործում ներառական ինստիտուտները։ Եվ այսքանով թույլ տվեք ամփոփել այսօրվա մեր բանախոսությունը եւ հիմնական եզրակացությունը որն է, եւ մենք ինչի այսքան շատ խոսեցինք եւ ստրուկտուրայի եւ անհատի այս փոխհարաբերությունից, որպեսզի ցույց տանք, որ անհատը եւ միջավայրը սոցիալական եւ մշակութային դրանք իհարկե փոխկապակցված բաներ են եւ դրանք ոչ թե միակողմանի փոխազդեցության են ենթարկվում ժամանակակից հասարակություններում, այլ դրանք երկկողմանի փոխհարաբերությունների եւ փոխազդեցությունների ենթարկվում եւ այդ երկկողմանի փոխազդեցությունների շնորհիվ էլ տեղի ունենում մշակույթի զարգացումը եւ անհատի զարգացումը զուգահեռաբար։ Իսկ այն հասարակությունները, որտեղ որ չկա այդ փոխադարձ ազդեցություն, մենք տեսնում ենք, որ այդ հասարակությունում ավելի շատ ավտորիտար համակարգեր են, որտեղ որ անհատականության եւ քաղաքացիականության կամ ձևավորումը իսպար այդ հնարավորությունները չկան կամ դրանք տեղի են ունենում շատ դժվար, որովհետեւ անընդհատ այդ process-ները ճնշվում են իշխող վերնախավերի կողմից։ Շնորհակալություն, հաջողություն։